Երևանում մայիսի 2-ից 5-ը տեղի ունեցավ եվրոպական պետությունների ղեկավարների հավաք։ Այս օրերի ընթացքում խոսեցին ժողովրդավարությունից, խոսեցին երկրների ինքնիշխանությունից, խոսեցին համագործակցությունից, սակայն դրանցից որևէ մեկը Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդավարության եւ Հայաստանի հետ համագործակցության հետ որևէ կապ չուներ։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Դուք վստահաբար շատ ոգևորված եք, որ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ հավաքվել էին Հայաստանում, դուք մոտիկից տեսաք Մակրոնին, որը վազում էր Երևանում, իդեպ դա այն նույն Մակրոնն էր, որը մինչև վերջերս եւ ընդհանրապես YouTube-ը լցված է այդ մարդու ամենատարբեր կերպարներով, այդ թվում աղջկական կերպարներով, ֆոտոներով եւ վիդեոներով եւ այլն, այնպիսի արժեքներով, որոնք ձեր կողմից վստահաբար հենց ձեր կողմից ընդունելի չեն։ Բայց չգիտեմ ինչու դուք օրինակ դեմ եք արտահայտվում ինչ-որ այլասերված բաներին, բայց նույն բանը, որ արել է Մակրոնը, նրան ողջունում եք։ Ինչևէ, ինչի մասին էր Հայաստանում եվրոպական հավաքը։ Եվրոպական հավաքը մի քանի փաստ արձանագրեց։ Դրանցից մեկը այն էր, որ փաստացի եվրոպացի առաջնորդները ողջունեցին Հայաստանի եւ Ադրբեջանի, դուք կասեք հաշտություն, իսկ իրականում դա Հայաստանի կապիտուլացումն էր, որովհետև Ադրբեջանի նախագահը շատ բացահայտ կերպով հայ ժողովրդին անվանեց սեպարատիստ եւ տերորիստ, իսկ դուք տեսաք նրա հայտարարության մեջ նշեց, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, որ պայքարել է տերորիզմի եւ անջատողականության դեմ, իսկ ովքեր էին Արցախում անջատողականներ եւ տերորիստներ։ Փաստացի Երևանում հնչեց մի նախադասություն, որը ողջունվեց Եվրամիության կողմից եւ ծափահարություններ ստացավ։ Սրանից բացի ինչ տեղի ունեցավ, Եվրոպական միությունը Հայաստանը հռչակեց որպես տարածաշրջանային խաղաղության մեջ գտնվող երկիր, որը ակտիվ համագործակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Եվրոպական միությունը ողջունեց այս համագործակցությունը, Հայաստան բերեց Ուկրաինայի նախագահին, ով Երևանից սկսեց ծաղրել Ռուսաստանին, Ռուսաստանի դեսպանության մոտ լուսանկարվեց, ինչ-որ կապիկություններ արեց եւ ընդհանրապես Երևանում ծաղրեց Ռուսաստանին։ Գիտեք, միշտ կարելի է Ռուսաստանին իր գործած սխալների ու մեղքերի համար քննադատել եւ դաժան քննադատել։ Մեկը ես բազում անգամներ ռուս գործիչների, դիվանագետների, քաղաքական գործիչների, լրագրողների, տարբեր անձանց հետ հանդիպելիս շատ դաժան ձևի իրենց քննադատում եմ։ Բայց երբ մի ծաղրածու Զելենսկի, որը 20 թվականի պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքեր էր վաճառում Ադրբեջանին, որը առաջինը ողջունեց Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը, որը մշտապես հանդես է եկել հայ ժողովրդի ազգային ու կենսական շահերի դեմ, Զելենսկուն բերել Հայաստան եւ ողջունել եւ նրան այստեղ հնարավորություն տալ, որպեսզի Ռուսաստանի դեմ ինչ-որ բաներ հայտարարի, դա պարզապես Հայաստանը հակառուսական պլացդարմ սարքել է։ Այն Եվրոպական միությունը, որը Հայաստանում խոսում է տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության մասին, ինչ բարոյական սկզբունքներով եւ ինչ բարոյական իրավունքներով է Հայաստանը դարձնում հակառուսական պլացդարմ։ Վաղը որ ռուսական պետությունը սկսի Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ, դրանք տնտեսական պատժամիջոցներն են, դրանք ընդհանուր միջև ռազմական պատժամիջոցներն են, ով է գալու Հայաստանին տեր կանգնելու։ Ես ամենևին չեմ խոսում Ռուսաստանի լավ կամ վատ լինելու մասին։ Ժողովուրդ, ձեր գազը գալիս է Ռուսաստանից, ձեր ցորենը գալիս է Ռուսաստանից, մինչև Արցախյան պատերազմը մեր ցորենի մեծագույն մասը գալիս էր Արցախից։ Հիմա Հայաստանի հացի պաշարի 80%-ից ավելին գալիս է Ռուսաստանից։ Ձեր բենզինն ու գազը գալիս է Ռուսաստանից մեքենաների համար։ Էլ ինչն է գալիս Ռուսաստանից։ Էլ ինչը չի գալիս Ռուսաստանից։ Ձեր ատոմակայանի թափոնները ուղարկում եք Ռուսաստանում են թաղում, Հայաստանում չեք թաղում։ Եվ բազմաթիվ ուրիշ բաներ։ Ինչ եք անելու։ Ասենք թե Ռուսաստանն է որոշեց եւ Հայաստանի նկատմամբ սկսեց պատժամիջոցներ։ Լավ, դուք կարող եք ոգևորվել, ասել, տեսակ ինչ լավ նսեմացրեց, նվաստացրեց Ռուսաստանին։ Հետո եւ ընդհանրապես ես ուզում եմ հասկանալ, բայց եթե դուք
դեմ եք, որ Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դառնա, ես էլ եմ դեմ, ապա ինչու եք կողմ, որպեսզի Հայաստանը դառնա թուրքական վիլայետ եւ այն նվաստացումը, որ հիմա Թուրքիայից ու Ադրբեջանից կրում ենք, ինչու եք դրա նկատմամբ հանդուրժող։ Արդյոք սա երեսպաշտություն չի, այդ թվում այն մարդկանց կողմից, ովքեր պաշտոնյա չեն, բայց ուրախանում են, որ Հայաստանը գնում է այսպես ասել խաղաղության ճանապարհով։ Եթե դուք չեք ուզում, որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտում լինի, դուք ուզում եք ինքնիշխանություն, ապա ինչու եք կողմ Հայաստանի թրքացմանը։ Ինչու նույնպիսի բացասական վերաբերմունք չեք արտահայտում, երբ որ Նիկոլ Փաշինյանը կռանում է Էրդողանի կամ Ալիևի դիմաց, երբ որ Նիկոլ Փաշինյանը սուրճ է դնում Իլհամ Ալիևի համար, երբ որ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն կռանում է Էրդողանի առաջ։ Այսինքն, սա արդյոք այն մարդկանց կողմից, ովքեր իրենց հասարակ ժողովուրդ են համարում, էլի երեսպաշտություն չի։ Եթե դուք դեմ եք Ռուսաստանի նկատմամբ այդպիսի, այսպես ասենք, կռանալուն, ինչու եք կողմ Թուրքիայի, Ադրբեջանի, թեկուզ Եվրոպայի առաջ կռանալու։ Սա արդեն երեսպաշտություն է, սա արդեն մարդկային չի։ Չունեք պետական պատասխանատվություն։ Ոչ ոք չի ասում որևէ մեկի առաջ կռանալ եւ ոչ ոք չի ասում որևէ մեկի առաջ նվաստանալ։ Բայց դա չի նշանակում, որ Եվրոպային դուր գալու համար պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ։ Մեծ հաշվով Եվրոպան թքած ունի ցանկացած հայի եւ հայաստանցու վրա։ Մակրոնը խորապես թքած ունի բոլոր հայերի վրա, հավատացեք։ Մակրոնին հետաքրքրում է միայն մեկ բան, որպեսզի իր պետական շահը, իր պետության շահը այստեղ իրականանա։ Իր պետության շահը ուղիղ գծով կապված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որտեղ ֆրանսիական ընկերությունները Ադրբեջանում եւ Թուրքիայում խոշոր ներդրումներ են կատարել եւ մեծ փողեր են աշխատում, ինչպես անգլիական, գերմանական եւ այլն։ Ձեզ մարդիկ օգտագործում են ամենահասարակ կտորի լաթի նման։ Ու եթե ձեզ թվում է, թե որևէ մեկին, որևէ երկրի, դալի Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա, Անգլիա հետաքրքրում է հայ ժողովուրդը կամ Հայաստանի շահը, դուք խորապես սխալվում եք, դուք խորապես միամիտ եք։ Ինչպես Ռուսաստանին չի հետաքրքրում հայ ժողովրդի շահը, այլ հետաքրքրում է իր շահը, այնպես էլ Ֆրանսիային, Ամերիկային, Անգլիային եւ մյուսներին։ Ու եթե դուք համարում եք, որ Ռուսաստանը այսպիսին է, ապա պիտի այսպիսին, ապա նույն կերպ մտածեք նաև մյուսների մասին, ոչ թե ոգևորված գնացեք եւ ուրախացեք, որ Ֆրանսիան, Անգլիան եւ մյուսները վերջին մեխերը կարող են խփել Հայաստանի դագաղի վրա։ Հասկացեք այս բանը։ Մի եղեք այդքան միամիտ։ Ուղղակի փորձեք հասկանալ բարձ ճշմարտություններ։